Ես նշեմ, որ այստեղ էր Գևորգ Պապոյանը, ով նույնպես մասնակցելու է այսօր ժամը 11:00 կայանալիք պատարագին։ Անկախ նրանից ձեզ ով է ուղղորդել, ինքնուրույն եղեք, հարգել, խնդրեմ միմյանց ճանաչում են հայտնի անձիկ, ովքեր խոչընդոտում էին մեր մասնագիտական գործունեությունը։ Ամեն օր Facebook ամենտեղ է տենում ենք, որ ինչ քարոզ եք տանում դուք, ամոթ Երկիրը կառուցեք, ոչ թե քանդեք։ Ինձ այստեղից որևէ մեկը ձեր խոսքով չի կարող ձեր ասած լարել։ Հարգելի հետևորդներ, խնդրեմ ուղղորդված հիմնականում քաղաքացիներ, որ երկիրը շենանում է։ Ինչպես է շենանում։ Արցախը հանձնելով, միջանցքով։ Դուք եք հանձնել։ Ձեր տերերն է հանձնել։ Մի ավել պակաս բաներ խոսեք։ Ով է իմ տերը։ Հա, հրարում են, դրանք սովոր են դրան։ Ակնհայտ կռիվ են հրավիրում։ Հա, դրանք սովոր են դրան։ Հարգելի քաղաքացիներ, դուք եք քաղաքացի, դուք եք մոտենում։ Ես եմ հանձնել, հարգելի քաղաքացի, ես եմ Արցախը, հարգելի քաղաքացի, ես եմ Արցախը հանձնել, հարգելի քաղաքացի։ Մենք ձեզ առացարակ չենք էլ մոտեցել։ Հարգելի քաղաքացի, հարգելի քաղաքացիներ ջան, մենք ձեզ չենք էլ մոտեցել, դուք ինքներդ մոտեցաք։ Ձեր գարեգինը պետք է կարգալույց լինի։ Հարգելիս, ձեր գարեգինը պետք է կարգալույց լինի։ Եղավ, ձեր հետ միասին դուք էլ պետք է կարգալույց լինեք։ Դուք էլ պետք է կարգալույց լինեք, դուք։ Ձեզ ազատություն են տվել, ու սխալ են արել, որ ձեզ ազատություն են տվել։ Վերջ։ Ինքը իրան արել արդեն, իրան կռիվ են անում։ Նշեմ, որ տեսնում եք, թե ինչպես են քաղաքացիներին մեր դեմ հանում, մասնավորապես ասում են, իրենք կռիվ են անում, նշեմ, որ այս քաղաքացիներին մենք արցակ չենք Պատրաստվում են որևէ գործողության։ Հարգելի հետևորդներ, նշեմ, որ այստեղ գնալով իրավիճակը սրվում է եւ հիմնականում այն պատճառով, որ այստեղ բերվող քաղաքացիների խմբերին, հիմնականում պետական հաստատություններից բերվող քաղաքացիների խմբերին ուղղորդում են լրատվամիջոցների դեմ, նրանք հել մտածում են, թե կարող են լրատվամիջոցների ներկայացուցիչներին վիրավորել, քաշքշել։ Հենց ուղիղ եթերում գալիս են, ասում են, որ այստեղ եկել են կռիվ անելու, սադրելու, փորձում են այդ կերպ քաղաքացիներին մեր դեմ լարել, բայց ես ինչպես ավելի վաղ նշեցի, մենք շարունակելու ենք մեր մասնագիտական գործունեությունը իրականացնել եւ ուղղորդված քաղաքացիները չէ, որ պիտի որոշեն, կամ Փաշինյանը եւ իր թիմակիցները չէ, որ պիտի որոշեն, թե ով երբ պիտի մասնագիտական գործունեությունը ծավալի եւ իրացնի իր իրավունքները։ Քայլող սատանաներից։ Աստո դատաստանից չեք վախենում նման հայտարարություններ անելիս։ Ինչ եք հարցնում, դուք գոհ եք ձեր տված հարցից։ Դե հետաքրքիր է։ Այսինքն սրբապիղծ մարդուն կոչել վեհապար, այդ դուք պիտի վախենաք։ Աստծո դատաստանից պիտի վախենաք դուք, որ սրբապիղծ սքեմի տակ ուղակի թաքնված անձին անվանում եք վեհապար, այդ դուք վախեցեք Աստծո դատաստանից։ Ես վախենում եմ, դուք վախենում եք։ Ես բացարձակապես չեմ վախենում, որովհետև իմ խիղճը մաքուր է, ես հավատացյալ մարդ եմ ու այսօր հենց դրա համար եմ այստեղ։ Ստեսություն, շնորհակալություն, բարի պատարագ բոլորիս։
Նիկոլ Փաշինյանի խոսնակն արդեն այստեղ է։ Հարգելի հետևորդներ, նշեմ, որ այստեղ բազմաթիվ իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ կան, այդ թվում հիմա այստեղ է վարչապետի, ներողություն եմ խնդրում, վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի խոսնակը։ Այստեղ կարծես թե նախապատրաստվում են Նիկոլ Փաշինյանի այցին։ Երբ հասկանում եք դուք աշխատում եք մենք ձեզ չէ Ես կողքի կկանգնեմ, որ ես չենք կողքի կկազմեմ առաջ չենք գա ձեզ տեսնում եմ դառնում ձեր մոտ մի փոքր եմ ուզում եմ մուտքը չենք փակել բայց առաջ չգաք Просто դուք թեկնություն քիչ վերցրեք, այս առաջ չվերցրեք։ Տվեք, դե չեղավ։ Всё, կանում է։ Լավ, դեք տարեք։ Բայց առաջ չեն գա։ Փաշինյանին ընդունելու համար